Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Հակոբովնան ձեզ համար նախապատրաստել է հետաքրքիր թողարկում, կարող եմ ասել նաև էքսկլյուզիվ եւ ունեմ շատ սպասված հյուրեր։ Այս թողարկումը հերթական անգամ հաճելի է լինելու նաև սպորտ հասարակությանը, որովհետեւ հենց դուք եք ինձ խեղդամանում, ասում եք Ձինա ջան, այնպես արա, որ շաբաթվա մեջ գոնե 2-ից 3 անգամ ձեզ մոտ լինեն տաղավարում լավագույնները։ Հայկական սպորտ աշխարհի բնականաբար։ Նրանց այդ րոպեներանց կշփվենք, որովհետև այս բան պետք է մեծագույն սիրով շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում, լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլվակ, դիտում ենք, վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Երանի ամեն բանի ու ապրած օրերիս համար Փառքեզ Աստված բախտիս համար Թե ինձ մնա չեմ փոշմանի ու կապրեմ էլի ձեզ համար Օրերս անթիվան համար Ես ուժեղու հարուստ եմ ձեզանով Գարուներս ներկել են ձեր սիրով Ես ուժեղու հարուստ եմ ձեզանով Գարուներս ներկել եմ ձեր սիրով Մարդ եղել եմ, մարդ կմնամ Իմ կյանքի ողջ օրերում Թե ինչքան ապրեմ Բայց դե ապրածը երբեք չի գոռում Երջանիկ եմ ես Որ ունեմ էսպես լավ օրեր Մարդ եղել եմ, մարդ կմնամ Իմ կյանքի ողջ օրերում Թե ինչքան ապրեմ Բայց դե ապրածը երբեք չի գոռում Երջանիկ եմ ես Որ ունեմ էսպես լավ օրեր Ես երջանիկն եմ աշխարհի Որ ամեն օր ամեն պահի Միշտ կողքիս են զավակներս Ձեզ հետ կյանքը կերկարիս նման հոգով ջահելի Ձեր սիրով լիքն է աշխարհս Ես ուժեղու հարուստ եմ ձեզանով Գարուններս ներկել եմ ձեր սիրով Ես ուժեղու հարուստ եմ ձեզանով Գարուններս ներկել եմ ձեր սիրով Մարդ եղել եմ, մարդ կմնամ Իմ կյանքի ողջ օրերում Թե ինչքան ապրեմ Բայց դե ապրածը երբեք չի գոռում Երջանիկ եմ ես Որ ունեմ էսպես լավ օրեր Մարդ եղել եմ, մարդ կմնամ Իմ կյանքի ողջ օրերում Թե ինչքան ապրեմ Բայց դե ապրածը երբեք չի գոռում Երջանիկ եմ ես Որ ունեմ էսպես լավ օրեր Իմ ողջ օրերում թե ինչքան ապրեմ Բայց դե ապրածը երբեք չի գոռում Երջանիկ եմ ես Որ ունեմ էսպես լավ օրեր Մարդ եղել եմ, մարդ կմնամ Իմ կյանքի ողջ օրերում թե ինչքան ապրեմ Բայց դե ապրածը երբեք չի գոռում Երջանիկ եմ ես Որ ունեմ էսպես լավ օրեր Երջանիկ եմ ես Որ ունեմ
մեզ լավ օրեր Դենջ 21 TV-ի եթրում մի աշխատանքը սկսել ընթացքի մեջ պահպանում է Ձինա այդ նախագիծը ըստ ֆորմատի ես միշտ ներկայացում եմ կամ տեսահոլովակ կամ տեսանյութ այս պայն տեսանյութ որը լի է էմոցիաներով հաղթանակներով ամենակարևորը մեր դրոշն է եւ իհարկե եռանգույրը մնացածն ասեմ որ չեմպիոնները արդեն ինձ մոտ տաղավարում է ում այսն է խոսքը ովքեր են կիմանաք հենց հիմա Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ավելի մոտ նստեցին, ձայնը բարձրացեցին, շատերն ասում են ժամանակներ նրանց ներկայացրել, որովհետև հաղթանակներ ունեն ապահոված եւ այսպես շարունակ։ Ես մեծագույն սիրով ասեմ, որ հյուրընկալել եմ Կյոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիչ Նարեկ Գաբրելյանին, իսկ նրան այս պայն ուղեկցում է սանը Եվրոպայի եռակի եւ աշխարհի բրոնզե մեդալակիր Ալեն Հովանեսյանը։ Տղաներ ջան, բարի օր, բարի գալուս Նարեկ։ Ոնց եք։ Շնորհակալություն դուք։ Լավ եմ, դուք արդեն հասկանում եք, ես վայելում եմ այն ամենը, ինչ որ դուք հենց հիմա պետքա ինձ հետ միասին վայելեք, տղաները գնացել են հաղթանակած, եկել են եւ կարող եմ ասել, որ էքսկլյուզիվ առաջինը ես եմ ձեզ ներկայացնում։ Այո։ Շատ լավ է, սկսենք ամենասկզբից Նար ջան։ Նախ շնորհակալ եմ քեզ ամեն անգամ նորություն են, լավ նորությունը հաղթանակած արձագանքում ես, ես ինչքան էլ mən որ ասում եմ հասցնում եմ, տեսնում եմ, գնահատում եմ, ուզում ես ներկայացնել նաև հանրությանը։ Եվ դրա համար ես քեզ շատ շնորհակալ եմ։ Դե հիմա ինձ պատմի ուր եք գնացել ու ոնց հասկացա, լավ վերադարձել եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Մասնակցել ենք Եվրոպայի առաջնությանը ներողություն, որը տեղի է ունեցել Լեհաստանում։ Մի փոքր ավելի այսպես խորքային պատմեմ, որպեսզի մեր հեռուստադիտողներին պարզ լինի, երկու վերսիա Եվրոպայի առաջնություն ենք մասնակցել, այսպես բացատրեմ, սպորտասեր հանրությունը գիտե, որ տարբեր վերսիաներ են լինում, օրինակ բոքս մարզաձևում լինում է, չէ, WBO, WBF, մի խոսքով, այսպես նույն այդ տարանջատումները կան նաև Կյոկուշին կարատեում, մենք մասնակցել ենք ՎԿՕ եւ ԿՎ վարկածով Եվրոպայի առաջնությունների, մանրամասնեմ ինչու ենք մասնակցել հենց երկու առաջնության, նախ ամենակարևորներից մեկը, որ առաջնությունները ժամանակային առումով միմյանց մոտ էին, եւ երկրորդ մեր ազգային հավաքականը ունի երկու հավասարազոր հզոր կազմեր, որ մեդալային ակնկալիքներ ունենք եւ Եվրոպայի առաջին, այսպես է պայմանական ասենք, եւ առաջին Եվրոպայի առաջնությունից եւ երկրորդ։ Քանի որ կազմը մեզ թույլ էր տալիս մարզիկների հզորությունը, ունենք այդ ակնկալիքները, դրա համար որոշեցինք բաց չթողնել 2 եվրոներն էլ, այսպես։ Դա նախապատվություն է։ Երևի թե գամ առաջին Եվրոպայի առաջնությունից։ Առաջին Եվրոպայի առաջնությանը իմ ակումբից ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1 մարզիկ, Քաջիկ Ոսկանյանը, կանրադառնանք իրեն։ Իսկ երկրորդ Եվրոպայի առաջնությանը, որի կազմում արդեն մարզչական շտաբում մեկնել եմ նաև ես, այնտեղ ունեցել եմ 3 մարզիկներ, Ալեն Հովանեսյան, որը հռչակվելով չեմպիոն դարձավ իդեպ Եվրոպայի եռակի չեմպիոն, որը որ կարծում եմ բացառիկ նվաճում է, Արգիշտի Հակոբյան, ով մինչև այս արդեն բրոնզե մեդալակիր էր, կարողացավ հռչակվել վերջապես նաև Եվրոպայի չեմպիոն, արդեն ժամանակներ։
Այսպես եւ ունեցել եմ մարզիկ Համայակ Մկրտչյան, որը ցավոք սրտի պարտվեց, սայթակեցինք, չկարողացանք զերծ մնալ նաեւ սայթակումից։ Մի հատ կարելի է ունենալ։ Իհարկե, պատահում է։ Լավ։ Այսպես, սա ընդհանուր մեր պատկերը Եվրոպայի առաջ։ Շատ լավ։ Քանի օր է վերադարձել եք նար։ Վերադարձել ենք արդեն 2 օր։ 2 օր վերադարձեք։ Այս երեխեքին տալիս ես հանգիստ գոնե։ Այսպես է։ 2 օր էլի գոնե։ Հանգստի երևի թե մի փոքր ավելի մասնագիտորեն բացատրեմ, հանգիստը իհարկե շատ կարևոր է մարզիկի համար։ Նամանավանդ, որ այս Եվրոպայի առաջնությունները մարզումային ցիկլը տևել է գրեթե 3 ամիս եւ ավել, այո, այդպիսի նախապատրաստական փուլերով ենք անցել։ Ու հանգիստը պարտադիր է, իհարկե տալու եմ հանգիստ, նամանավանդ, որ մեկնարկելու է նաեւ աշխարհի գավաթի խաղարկության ցիկլը, որը տեղի է ունենալու ամռանը հուլիս ամսին, բայց մենք արդեն սկսելու ենք նախապատրաստական մարզումները, արդեն այսպես գործընթացներ կան, որը որ պետք է մարզավիճակի բարելավման հետ կապված տղաների։ Գնանք առաջ, որը չենք կարողանել առանց հանգստի։ Հանգիստը պարտադիր պայման է, գոնե 8-ից 10 օր տղաները մաքուր հանգստի հնարավորություն են ունենալու։ Վերականգնվելու դե կունենանք նաև թեթե վնասվածքներ, իհարկե հասկանալի է, հարվածային մարզաձև է, թեթե վնասվածքներ լինում են։ Ժամանակ տանք վնասվածքները բուժենք, լավանանք, այսպես կազդուրվենք, տրամադրվենք, նորից էլի վերադառնանք պարապմունքներին։ Մարզիչներին հանգիստ պետք չէ։ Մարզիչներին իրականում հանգիստ շատ է պետք, որովհետև առանց մարզիչների, իհարկե առանց մարզիչների տղաները ինչքան էլ որ լինեն զորեղ, ինչքան էլ որ տղաները իրենց հնարավորությունների չափ լինեն, հզոր մարզիկներ առանց մարզիչների անհնար է։ Ես գոնե ինքս որպես նախկին մարզիկ, որպես աշխարհի չեմպիոն շատ լավ այդ ամենը հասկանում եմ։ Այսպես գուցե որպես մարզիկ այդպես էլ կարողանամ դա փաստել։ Դե որպես նախկին մարզիկ ինձ մի հարց է հետաքրքրում, լինելով ինձ 100 տարվա ընկեր, այս հարցը ես տալիս եմ հենց նրանց, ովքեր իսկապես 100 տարվա ընկեր են։ Նոր դու հիմա բավականին լուրջ ժառանգություն ունես, ստացել ես, որ ասում եմ ղեկավարությունից, հա, փոխանցում ես հիմա քո սաներին։ Գտնում ես տղաներ, որոնց նմանեցնում ես քեզ, ասում ես, այս տարիքում ես էլ էի սենց կամ մի տղա, որը թեկուս սենց թաքուն երկրպագում ես ֆավորիտը, որովհետև ինչ որ չափով նման է քեզ, քո տեխնիկան ավելի շատ է ընդօրինակում։ Շատ բարդ հարց ես տալիս, Ձինջան, միգուցե այսպես փակագծերը բացեմ քո համար եթերից հետո։ Բայց ամենակարևոր բանը, որ կուզենամ շեշտել, որ բոլոր տղաներին սիրում եմ իմ հարազատ որդու նման, դա չի քննարկվում։ Ինչ որ վերաբերվում է նմանություններին, իրականում մեկ հոգի չի, որ ինձ նման է ընդհանուր առմամբ, բայց նմանությունը իրականում ես չեմ գտնում։ Նմանություն ասելով ես ինքս չեմ հասկանում իմ օրինակ տեխնիկական պատրաստվածության կամ ֆիզիկական պատրաստվածության մասին նախկինում, այլ ընդհանրապես մոտեցումները, թե ինչպես կմոտենա ես կամ ինչպես եմ մոտեցել ես եւ ինչպես են այժմ նա մոտենում։ Իհարկե դա էլ արդեն եկել է մեր այսպես տարիների միասին անցած ճանապարհից, որ փոխանցել եմ այդ ամենը տղաներին, բնականաբար ոչ բոլորն են վերցնում 100%-ով, դա հասկանալի է, դա փաստ է, բայց որ ավելի այսպես վերջացնեմ այս հարցը, ավելի հստակեցնեմ, կան նման տղաներ, գուցե կիսվեմ։ Շատ լավ։ Հետո առայժմ անուններ չեմ տա։ Լավ, որովհետև ես շատ եմ լսում, էլի, դե լինում է մրցումների բացում եմ վարում, մրցումները վարում եմ, ես ինքս եթե չեմ էլ ճանաչում թե ով է, կամ այդ կարող եմ մոռանամ, չնայած բոլոր ֆեդերացիային վստահ եմ անգիր գիտեմ, ասում են դե Նարեկի Սաննա սենց էլ պետքա լիներ, դե Պողոսի Սաննա սենց էլ պետքա լիներ, այսինքն կողքի մարդիկ արդեն նաև ձեզ հիշելով, որ ասում եմ ձեր անցյալը, ասում են իրենց ապագան այս է, արդեն հասկանում են, որ դուք ճիշտ ժառանգություն եք տվել, դա արդեն կողքի մարդը կարող է ճիշտ փաստել։ Ես օրինակ մի այսպիսի բան եմ տղաների հետ զրուցելու ընթացքում միշտ շեշտում, չնայած դա փոքրիկներին եւս ասում եմ, բայց տղաներին էլ ժամանակ առ ժամանակ այսպես զրուցելուց, որ թե ընկերական միջավայրում հնարավոր է, որ չգիտեմ, օրինակ սպորտային էլ չլինի այդ պահին մեր կարգավիճակը, բայց զրույցներ շատ ենք ունենում տղաների հետ։ Ես միշտ տղաներին ասում եմ, որ տղերք, կա մի շատ հասարակ բան, մենք ինքներս մեր դահլիճի հայլային արտացոլանքն ենք։ Իհարկե։ Ինչպիսին որ մենք ենք, այդպիսին կարծիքն է մեր դահլիճի մասին, եթե դու լավն ես, արդեն դու քո լավը լինելով լավն ես դարձնում քո դահլիճը, եթե դու որպես մարդ, որպես անձնավորություն, որպես թե քո պահվածքը, որպես մարզիկ, թե որպես այսպես, դու ամեն դեպքում մարդիկ քեզ տեսնելով պատկերացնում են քո դահլիճը, պատկերացնում են քո մարզիչին, պատկերացնում են քո անցած ճանապարհը։ Հիանալի է։ Նար իսկ տարիքային սահմանափակումը քեզ մոտ սաները որ տարիքից են եւ ամենամեծը որ տարիքում է։
Ընդհանրապես կարատեում ինձ մոտ էլ ընդունելությունը 4 տարեկանից է լինում, 4 տարեկան պլյուս այսպես կախված երեխայի վիճակից, որովհետև լինում է, որ մի այսպիսի խնդրի ենք բախվում, ձեր հարցից օգտվելով, մի այսպիսի խնդիր բարձրաձայն է մի փոքր։ Լինում են դեպքեր, երբ օրինակ ծնողը դիմում է ինձ, որ կենարեք ուզենք, որ երեխան մարզվի, ասում եմ շատ բարի, մի խոսքով բերում են երեխային պարապմունքի, բարդություններ են առաջանում, այսինքն փոքրիկը փոխելով իր միջավայրը, իր ընտանեկան միջավայրից հետո հայտնվում է մի այնպիսի միջավայրում, որը անծանոթ է իր համար, այն էլ մարզիկների մարզական միջավայրում, դա մանկապարտեզի հետ խնդրում եմ չխառնել, մարզական միջավայրը այլ է։ Ինքը գալիս է այդտեղ ու ինչ որ խնդիրներ են առաջանում, այստեղ արդեն կանգնում ենք խնդրի առաջ եւ պետք է փորձենք օգնել երեխային։ Ես որպես մարզիչ, ծնողն էլ ինքն էլ պետք է մի փոքր պայքարի, որպեսզի երեխան մնա դահլիճում։ Հա։ Լինում են ծնողներ, որ իրենք այսպես պայքարում են, թեկուզ երեխան լացում է, լինում է, որ այսպես լացում է երեխան, չի ուզում 4 տարեկան։ Հա, չի ուզում մնալ դահլիճում, այսպես ծնողը պայքարում է, օգնում է երեխային չասեմ ստիպում է, բայց ժամանակ առ ժամանակ այդպես էլ է ստացվում։ Դե բնականաբար ես էլ արդեն իմ կողմից դահլիճում տղաները իդեպ շատ են օգնում այդ հարցում։ Եվ լինում են ծնողներ, որ ամենացավոտ կողմերից է, որ չեն անում, իրենք մտածում էին, որ երեխային եթե բերել են, երեխան չի մնացել առաջին հայացքից, ուրեմն վերջ դա իրանը չի, դա իր տեղը չի։ Հա։ Ես օգտվելով առիթից կուզեմ, որ բոլորին ասեմ, որ հարգելի ծնողներ չկա նման բան։ Ցանկացած հաջողակ երեխայի հետևում կանգնած են ծնողները։ Հիմա եթե դուք կօգնեք, կպայքարեք, որ երեխան մնա դահլիճում, դառնա մեզանից մեկը, երեխան կմնա, կաշխատի, այսպես կդառնա արդեն լավ տղա, ունեցել եմ այդպիսի դեպքեր, ունեցել եմ տղաներ, ովքեր որ չեն մնացել ծնողի ճիշտ գրագետ մոտեցման արդյունքում, այսօր արդեն տղաները արդյունք անող տղաներ են, ու մենք այդ ամենը արդեն հիշում ենք ժպիտով, ինքներս մեզ հպարտ ենք զգում, լավ ենք զգում, որ երեխային կարողացել ենք պահել դահլիճում, բայց դա արդեն ես ուզում եմ շեշտեմ ծնողի դերը, որը որ շատ կարևոր է։ Շատ լավ։ Ես ուզում եմ շփվել մեր տղու հետ, Ալեն Հովհաննիսյանի հետ, իդեպ այս տարերով, եթե անկեղծ ասեմ, սերտիֆիկատներից բավականին դուր են գալիս ասելիք ունեցող, էլի, եւ ես վստահ եմ, սա արդեն Ալեն են ստանը, եթե ոչ ձեզ մոտ ֆեդերացիայում լավ անկյունում տեղ է գտել։ Եվ ուզում եմ իմանալ Ալենի տարիքը։ Ես 15 տարեկան եմ, կարատեով արդեն զբաղվում եմ 8 տարի։ Լուրջ ես ասում։ Ու տենց ոնց նայում ես գնում ենք չէ առաջ նարեկ գոհ ես համար բամբասենք մի քիչ Տեսեք իմ գոհունակությունը տղաներից իրենց արդյունքների տեսքով պետք է արտացոլվի։ Մենք նայում ենք արդյունքներին, արդեն հասկանում ենք գոհ եմ թե չէ։ Իսկ այնտեղ կան բաներ, որոնք որ խնդիրներ եթե ունենում ենք ներքին օրինակ շտկելու համ մարզավիճակի հետ կապված, որովհետև մի այսպիսի բան կա, ասում են հաղթողներին չեն դատում, բայց իմ դահլիճում լավ էլ դատում են հաղթողներին։ Եթե ինքը սխալներ է ունենում, որովհետև հաղթած մարզիկը դա ով է ասել, որ ինքը չունի սխալներ կամ չի ունեցել սխալներ, այսպես դա էլ է վերլուծվում, ուզում եմ ասել, որ դա նույնպես լուծվում է, դա նույնպես դնում ենք քննարկման, այսպես, եթե կան լավ կողմերը նույնպես շեշտվում են, բայց ընդհանուր առմամբ ես գոհ եմ իմ տղաներից, գոհ եմ իրենց մոտեցումներից, դինջան մոտեցումն է շատ կարևոր, որովհետև տղաները լրջություն է պետք։ Իրենք այո, անկախ ամեն ինչից, անկախ սխալներից, անկախ սայթաքումներից, եթե դրանք լինում են ժամանակ առ ժամանակ, ամենագլխավոր, ամենակարևոր բանը ես որպես մարզիչ որ գնահատում եմ, դա տղաների մոտեցումն է։ Տղաները արդեն սկսել են կամաց մտածել չեմպիոնի նման, ինչը որ շատ կարևոր է, պրոֆեսիոնալ մարզիկի նման մտածելը։ Պահպանելն էլ է շատ կարևոր, հասնելն էլ դժվար է, պահպանելը ավելի դժվար է։ Ինձ մի հարց է տակում, ես գիտեմ, որ յուրաքանչյուր սան ունի իր քննադատը։ Ինչքան էլ մարզիչ իր տեսակով, որակով սկսում է բացահայտել, ասել, սենց էր պետք անել, այ որ դու սենց աներ ավելի լավ կլիներ, Ալենից հետաքրքիր է, դուրս են գալիս դահլիճից, դրանից հետո դուրսը ով է քո ամենամեծ քննադատը։ Ինձ թվում է իմ ծնողներն են, որ հասկանում են համ սպորտից, համ ինձ են ճանաչում ու պետք եղած վաղտ ինձ ճիշտ խորհուրդներ են տալի, քննադատում են։ Մաման էլ։ Մաման նորմալ դիետան պահում է հետդ։ Ես գիտեմ, որ յուրաքանչյուր ծնող հետը դիետա է պահում, այդ շատ եմ լսել։ Իսկ դասերին չի խանգարում սպորտը։ Չէ։ Ընդհանրապես մարզիչները պետք է հպարտ ներողություն, ուսուցիչներն էլ պետք է հպարտանան, որ սենց սաներ ունեն։ 15 տարեկան արդեն Եվրոպան աշխարհը գրաված եկել եմ,
Իսկ հայ աղջիկները ունեն մտածելու, որովհետև sense տղերքը բացառիկ են, այնպես որ նոր սերունդ հասկացեք ինչ սերունդ է գալիս եւ ես միշտ չեմ վախենում, ասում եմ հենց այս սերունդն է էլի, որ գալու է ու Արցախը հետա բերելու։ Դաստիարակված, կրթված արդեն տղաներ են հայոց բանակի համար։ Եվ հենց այդ հայոց բանակի թեմայով էլ ուզում եմ այս պահը ավարտենք, որովհետև տաղավարից ենք կողմից սպասում են նորից մարզիկներ։ Ես գիտեմ, որ ամենամեծ ցավը ապրում եք այն պահը, որ ասում տղերքի մեծացրել ենք, ունենք պտուղները, չէ՞, նար ու մեկ էլ գալիս է բանակի ժամանակահատվածը։ Ոնց ենք անում, նար կան տղաներ, որոնք բանակից հետո ուղղակի չեն վերադառնում սպորտ։ Այստեղ արդեն բախվում ենք ամենացավոտ, իհարկե ամենացավոտ, ամենալուրջ խնդիրներից մեկին։ Ես որ այսպես կարճ բնութագրեմ, դա մենթալ առումով մի քիչ այստեղ արդեն խնդիր ունենք մենթալիտետի զարգացվածության առումով, բացարձակ չեմ քննադատում որևիցե մեկին, բայց այսօր փաստերով խոսենք, տեսնենք փաստերով, մեծամասամբ բանակից հետո այո, մեղմ ասած ունենք դժվարություններ հետո սպորտը շարունակելու հարցում։ Իհարկե ոչ բոլորին է բնականաբար վերաբերվում, կոնկրետ մեր դաթարն է թե շրջապատը։ Դաթարը եւ շրջապատը։ Հա, երկուսն էլ կան։ Երկուսն էլ այո, իրենց ներգործությունը ունենում են։ Մեր ֆեդերացիայում մենք ունեցել ենք մարզիկներ, ովքեր որ բանակային ծառայությունից հետո վերադարձել են, եթե ինձ թույլ կտաք, ես կարճ անդրադառնամ տղաներին, ովքեր որ բանակային ծառայությունից հետո վերադարձել են, կան տղաներից մեկը Վարդան Ադամյան ունենք, հրաշալի հզոր տղա է, հուսով եմ իրեն էլ մի օր կհրավիրեք։ Եվրոպայի արդեն հնգակի չեմպիոն, ինքը մեր հավաքականի ավագն է, Վարդանը պատերազմի մասնակից է, ինքը կռվել է 44 օրյա պատերազմում, ինքը այդ ժամանակ եղել է ժամկետային զինծառայող պատերազմի ընթացքում եւ Փառք Աստծո, որ մեր մյուս տղաների հետ ումը որ հաջողվել է տուն վերադառնալ, Վարդանը նույնպես վերադարձել է տուն։ Փառք Աստծո։ Եվ իր մեջ ուժ է գտել նորից շարունակելու սպորտը, իր մեջ ուժ է գտել նորից, այսպես չգիտեմ, վեր բարձրանալու, ինքը հոգեպես այսպես հզորանալու ու Վարդանը այսօր արդեն Եվրոպայի հնգակի չեմպիոն է դարձել, Վարդանը նույնպես մասնակցում էր այս մրցաշարին։ Բավական հզոր տղա, բավական հզոր մարզիկ, Վարդանը, մենք տղաների աչքի առաջ եղել են դեպքեր, մրցաշարեր եւ Վարդանը խորը ծանր ու ծանրագույն վնասվածքով ինքը չի խորշել վնասվածքից, այս Եվրոպայի առաջնությունն էլ բացառություն չէր։ Վարդանը իր այսպես էս դոշի հատվածում, այսպես ասեմ, շատ լուրջ լրջագույն վնասվածք ունենալով չհրաժարվեց եզրափակիչում մենամարտելուց, շատ ծանր պայքարում կարողացավ դառնալ Եվրոպայի չեմպիոն, ովքեր որ այնտեղ էին, ովքեր որ տեսնում էին այդ հարվածների տարափը, որը որ գնում է արդեն վնասված հատվածին, դա պարզապես պետք է գերմարդ լինես, որպեսզի կարողանաս իմանալ տեսեք, կախված վնասվածքի աստիճանից, բայց Վարդանը ինքը այն տղաներից է, ում որ դու չես կարող համոզես, որ ինքը չկպնի այդ մենամարտը, որ ինքը դուրս չգա։ Վարդանը ամեն գնով, նույնիսկ վնասվածքի գնով ինքը, որովհետև այդ ամենի տակ իրականում գաղափար է թաքնված, Վարդանը այն տղաներից է, ով երբեք ինքը մեդալը, երբեք չգիտեմ, այն դրոշը, որը որ պետք է բարձրանա մեր հայրենիքի համար, նա երբեք, եթե կարող է անել գոնե 1%, նա երբեք թույլ չի տա, որ դե 10-ից մեկը կարատեց լինի նարդ։ Իհարկե։ Ընդհանուր առմամբ այսպես ունենք այդպիսի տղա մեր ֆեդերացիայում, որի համար որ շատ հպարտենք, ինքը օրինակ է, ես տղաներին էլ միշտ ասում եմ, տղերք Վարդանի հետ միշտ կապ պահեք, շփվեք, սովորեք, տեսեք, որտեվ ինքը տղա է, ումից որ կարելի է միշտ սովորել, երիտասարդ է, 25 տարեկան է դեռ ամբողջ կարիերան արժևում է, այսպես թվում է, թե իր կարիերայի ընթացքում ամեն բան հաղթել է, ամեն բան չի հաղթել, բայց շատ մոտ է դրան կանգնած։ Նույնիսկ զրույցների ժամանակ հիշում եմ այս առաջնությանը, որ պատրաստվում էինք, ամենածանր մարզումային փուլերն էր, այսպես հիշեցի, ինքը ինձ ասեց, այնց հեվալով իրեն հարց տվեցի, խոսեցինք, բան ասեց, ես չեմ ուզում դաժե պատկերացնեմ, որ իմ կյանքում կգա մի օր, որ ես էլ չեմ մարզվի, որ ես այս ծանր պարապմունքների մեջ նվիրալ են, արեք, նվիրալ են։ Իհարկե, ու այն պարապմունքի ամենածանր պահին, երբ որ խեղդվում ես, չես կարողանում շնչես, այսպես վնասվածքներ քեզանից կախված մարզում ես անցկացնում, ու ինքը այդպիսի միտք է արտահայտում, դա ինձ համար խոսում է այն մասին, որ հզոր սիրտ ու հոգի կա այս տղու մեջ դրած, որը որ ինքը օրինակ է, պետք է տղաները տեսնեն ու սովորեն ուղղակի նման մարդկանցից։ Ինքը բանակի թեման շարունակելով ասեմ, ինքը այն տղաներից է, որ շարունակեց ու այն էլ ոնց շարունակեց։ Օրինաչափություն է ամենայն դեպս։ Շատ լավ, իսկ ես այսքանից հետո ուզում եմ նախ Ալենին հերթական անգամ հաջողություններ մաղթել։ Շնորհակալ եմ քեզ։
լավ աշխատանքի համար եւ դու մի հատ մեծ պլյուս ունես, որտեվ Նարեկի նման մարզիչ ունես։ Եվ ես միշտ ասել եմ, եթե իմ ընկերոջ կողքին լինելով մարզիկներ չեմպիոն չեն ծնվում, բայց հավատացած եղեք, լավ տղեր հաստատ դաստիարակվում են, որպես լավ ընկեր կարող եմ այդ խորհուրդ տալ ձեզ։ Դենչ 21 TV եթերում շարունակում է աշխատանքը Ձինետ նախագիծը, ինձ մոտ չեմպիոններն են, հաղթանակած թեմա է ինձ մոտ ամենակարևորը եւ ես վստահ եմ շատ-շատեր ովքեր ասում են Ձինակի սոտ է, մենք չենք հասցրել, մի նեղվեք, վաղը ժամը 13:00-ին կրկնությամբ կարող եք ծրագիրը վայելել մի ժամ, 2 ժամ հետո գտնում եք YouTube-ում եւ իհարկե համացանցում եւ Ձինայակոպով նայում եւ իհարկե երեկոն Ձինետ նախագծի համացանցյան գրեթե բոլոր սոցհարթակներում։ Ես այս պայն ասեմ, որ մեծագույն սիրով ես հյուրընկալ էի Կյոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիչ Նարեկ Գաբրելյանին, որոշակի զրույցից հետո մեզ միանում են հերթական սաները եւ այսպես Եվրոպայի բրոնզե մեդալակիր եւ Եվրոպայի չեմպիոն Արգիշտի Հակոբյանը մեզ հետ եւ իհարկե Եվրոպայի չեմպիոն աշխարհի բրոնզե մեդալակիր Քաջիկ Ոսկանյանը տղաներին բարի օր, բարի գալուստ։ Բարև ձեզ։ Ես ոնց եմ պաշտում, երբ որ բոլորը լինում են մեդալներով։ Վերջում հույսով եմ այդ մեդալներով կտակ ես մի հատ նորմալ ֆոտո անեմ, ուզում եմ ուժը ես էլի ունենամ ինձ մոտ եւ շնորհակալ եմ տղաներին լավ պատրաստվելու համար, մարզչին լսելու համար, այն որ ասում եմ մարզչի ճակատը բաց որ պահում եք, այդ նաեւ առաջինը մարզչի վարկանիշն է բարձրանում։ Եվ ես իզուր չէ որ լինելով ինչքան էլ ֆեդերացիաների մարզիկների շրջապատումն արդեն սովորել եմ մի տեսակ ձեր լեքսիկոնով խոսալուց, որ ասում են լավ մարզիչի, ասում ես իսկ քանի չեմպիոնատ տվել։ Նա սկսենք այդտեղից շարունակենք շփվել տղաների հետ։ Հիշում ես քանի չեմպիոն ես տվել այս տարիների ընթացքում։ Չէ։ Հաշվի էլի։ Չեմ կարող։ Եթերից հետո կլինի, ասեմ Մի հատ հաշվում ես, ուզում եմ մյուս անգամ եթերում ինձ ասել, հետո գիտեմ բավականին շատ են։ Կա չէ տենց բան։ Իհարկե։ Լավ, ես ուզում եմ հիմա շփվել նախ Քաջիկի հետ։ Մեր տղան քանի տարեկան է։ 16 տարեկան եմ։ 16 տարեկան, քանի տարի այս գործում ես։ Արդեն 10 տարի։ 6 տարեկանից հաջողում եմ կարատեի։ Հիանալի է։ Ես ուզում եմ նաև ձեզ ցուցադրել մեր տղու սերտիֆիկատն էլ, դե արդեն տեսնում եք ինձ մոտ կա, նրանք բերել են հայրենիք։ Եվ հիմա ուզում եմ եւս մեկ հարց տալ։ Փաստորեն այն մեր ցավոտ թեման մոտենում է, հա, Նարեկ ջան, 16 տարեկան է մեր տղեն։ Դու հիմա դպրոցական ես համարվում։ Այո, ավագ դպրոցում եմ սովորում։ Ավագ դպրոցում ես սովորում։ Ոնց ես մտածում, այն որ վստահ եմ տաղավարից այն կողմ լսում էր, ոնց էր մարզիչը ցավով նաև խոսում այդ թեմայի շուրջ։ Ոնց ես պատկերացնում, քեզ կարող է ինչ որ չափով եւ շրջապատը եւ, չգիտեմ, ծառայությունից վերադարձը փոփոխության եթարկի։ Վստահ եմ տանեցիներին, տանիքի անդամների հետ դու այս թեմայով շփվել ես։ Անկեղծ ասա։ Ինձ թվում է ես բանակից հետո չեմ դադարի զբաղվել կարատեով, որովհետև իմ կյանքի մեծ մասը ես արդեն տվել եմ կարատեին։ Արդեն սիրուն չի լինի եւ որ բանակից հետո ափսոսել կլինի, որ բանակից հետո թողնեմ։ Իհարկե ես շարունակելու եմ, որպեսզի դեռ լիքը բաներ կա, որ չեմ կարողացել անել կարատեի մեջ։ Բանակից հետո եւ միջև բանակը կփորձենք այդ բացերը լրացնել ու ես վստահ եմ ին վրա, որ բանակից հետո կշարունակեմ անպայման։ Ամենահետաքրքիրը դες որ Նարեկ, որ մենք միջև այդ որ ասում ենք դե որ տղաները ամուսնանում են, մի տեսակ սկսում է իրանց մոտ ուրիշ փուլ կյանքի։ Չգիտեն մարզադահլիճի կիսեն ընտանիքի հետ թե ոչ, չէ։ Ես կասեմ երբ ամուսնանան։ Մարզչի իրավունքով։ Ալավ։ Այն որ գալու եք մեր տղու ձեռք ուզեն Նարեկից այս տարբերակն ամենայն դեպս մի հարցել։ Ես գիտեմ, որ նաև ձեր նման տղաները ունեն նախընտրած ֆավորիտ մարզիկներ։ Դե մարզիչին թողնում են կողք, որովհետև գիտենք ձեր մեծ ֆավորիտը ձեր մարզիչն է։ Կա մի դեմք, որին հետևում եք, ինչու ոչ, մեկու մեջ տեխնիկան փախցնում եք, կա տենց անուն։ Իհարկե կա, ինչպես նշեց իմ մարզիչը, Վարդանը, որը բանակից հետո էլի շարունակել է։ Կարևորը մեր մոտից է։ Այո։ Հա։ Ինքը իմ համար սպորտսմենի մի ուրիշ տեսակ է, որից որ միշտ կարելի է ինչ-որ բան սովորել, եւ ես փորձում եմ միշտ նմանվել իրան, որպեսզի
հետագայում ավելի բարձր հարթակների հասնենք եւ մեր երկրի պատիվը բարձր պահենք։ Համաձայն Ոնց որ եմ։ ինքը։ Տենց ոնց որ նայում եմ արդեն արեք։ Պետքա իմ հրավերքը փոխանցես Վարդանին հրավիրեմ ինձ մոտ տաղավար, ասեմ Սիրով։ որ ֆավորիտ ունի փաստորեն շատ Բավական հետաքրքիր ու շատ լավ մարդ կբացահայտես Ձինջան։ Ինքը բավական հզոր տղա է։ Որ ես չունեմ իրան միջի մտաղավարում։ Ես ընդունում եմ, եթե մինուսը իմ մեջ է, ես ընդունում եմ, Այո։ բայց սպասենք ձեր հրավերին։ Շատ լավ։ Ես ցուցադրեմ նաև Արգիշտի Հակոբյանի սերտիֆիկատը։ Եվ ես գիտեմ, որ յուրաքանչյուր սերտիֆիկատ, որը փաստում է որ ասում պաշտոնապես եւ սահմանադրական օրենքով, որ նրանք հաղթանակած տղաներ են, բայց մի բան էլ էլի, այն վաղտվանից եմ ուզում ասեմ, այն ժամանակվանից տարբերվում է մի տեսակ, չէ՞, Նարեկ։ Մեր դիպլոմները սենց ворջ են, չգիտեմ, ցայտուն հարգարժան ֆեդերացիայի նախագահներ խնդրում եմ մտածեք էլի այս թեմայի շուրջ։ Ես սկսել եմ ուշադրություն դարձնել, որովհետեւ այս բոլոր դիպլոմները վստահ փակցնում եք դուք նաև ֆեդերացիայի պատերին, չգիտեմ, այնտեղ չէ, տենց բան կա։ Թող արտահայտիչ լինել, տղերքյանները ավելի մեծ լինի։ Այդ ուղակի խորհուրդ նրանց համար, ովքեր որ կողքից գալիս են, ես լինելով կողքի մարդ անհնարին է ուշադրություն չդարձնեմ, չգիտեմ, պատերի նկարներին, սերտիֆիկատներին, մի քիչ աչքի տակով կարդում եմ, տեսնեմ ով ինչ վարկանիշի մեջ է։ Եվ այսպես շարունակ։ Ես ուզում եմ դու երկու մարզիկների երկու նախադասությամբ ներկայացնես։ Ինչքանով ես գոհ տղաներս, դե փաստա դեմքիցդ որ փայլում ես, բայց դե Տղաները, քանի որ իմ համար ես ինքս որպես մարդկային տեսակ առաջին հերթին միշտ փորձում եմ իմ դիմացի մարդկանց մեջ տեսնել մարդուն, իրենց մեջ ապրող մարդուն, լավ մարդուն բնականաբար, նոր հետո արդեն մնացած իր մասնագիտական արժեքները, որովհետև դու կարող ես մասնագիտորեն լինել շատ լավը, շատ հզոր, բայց եթե որպես դու մարդ եւ ազնվորություն չես փայլում կամ չգիտեմ, լավ մարդ չես, այսպես ասած, մի տեսակ դու նսեմացնում ես նույնիսկ քո մասնագիտական հզոր ձեռքբերումները։ Դա իմ կարծիքն է։ Անդրադառնալով իմ տղաներին կուզենամ բոլորի մասին ասեմ նույն բանը, որ տղերքը բոլորը լավ մարդիկ են։ Սա իրենք տարիների ընթացքում իրենց չեմպիոնությունները կավելացնեն, թե ոչ, կսայթաքեն, թե ոչ, ինչպիսի խնդիրների առաջ կկանգնեն, թե չեն կանգնի, բայց մի բան կա, որը որ կմնա այսպես հավերժ փաստ, որ տղաները լավ տղերք են, լավ մարդ են, ազգի նվիրյալ տղաներ են իրենք, եւ այդպես կբնութագրեմ իմ բոլոր մարզիկներին, հավաքներին է բնականաբար վերաբերվում, դեռ փոքրիկների կհասցնեմ ճանապարհ անցնել, ճանաչել այսպես, նոր արդեն բնութագրումները կտամ ընթացքում։ Շատ լավ, իսկ տղերքը դեռ փոքր են, չէ՞, թեմայի շուրջ ուզում սենց ամփոփեմ էլի, որ կա չէ որ տենց վատ ռեժիմը ձեր ինչքան էլ 3-4 ամսով պարապում եք ռեժիմի տակ է լինում այն վերջի 15-20 օրը հատուկ սննդակարգ օրվա մեջ մի քանի անգամ դահլիճ են մտնում ու աղջիկների հետ չեն շփվում այս երեխեքին դա վերաբերվում ա Նարեկ տեսեք սննդակարգի հետ կապված հերթով գամ ռեժիմը ոչ թե պետք է պահվի վերջին օրերին ոչինչ չես փոխի ռեժիմ պահելով ռեժիմը պետք է պահվի նախապատրաստական մարզումները սկսելու առաջին իսկ պահից սկսած մինչև վերջին վարկյանը երբ որ ռեին կանոն ու տատամի ենք մտնում սննդակարգը ինքը լինում են դեպքեր երբ որ ունենում ենք քաշի խնդիրներ դա բոլորի համար է կարևոր բայց առավել կարևոր է այն մարզիկների համար ովքեր որ ունեն քաշի խնդիր քաշ պետք է գցեն իրենց քաշային կարգում ներկայանալու համար իրենք առավել եւս պետք է շատ զգոն կերպով պահեն այդ ամեն ինչը ու դա մինչև վերջին պահը նորից եմ ասում մինչև կշռման արարողությունը ինչ վերաբերվում է աղջիկներին տղաները բոլորն էլ հասում տղերք են արդեն կամաց եթե ոչ հիմա ապա արդեն ապագայում իսկ այդ ապագան շատ մոտ է որ կսկսեն արդեն ունենալ նաեւ անձնական կյանք արդեն կսկսեն իրենց անձնական կյանքով եւս զբաղվել որպես այդպեսին ոչինչ արգելված չի տղաներին, պարզապես է գիտակցության հարց է, որ տղաները խոսք ունենք, չէ, հայերենում թացը չորից տարբերել կամ կարևորը անկարևորից տարբերել, հասկանալ, որ պահին ում ինչքան ժամանակ է պետք տրամադրել։ Բայց պրոֆեսիոնալ մարզիկը, ինքը պրոֆեսիոնալի պես մտածող մարզիկը, ինքը հաստատ է տարբերակումները ունի։ Իր մեջ ու տղաներն էլ դեռ երիտասարդ են, կամաց այդ ճանապարհի վրա են իրենք եւ ձեռ կբերեն այդ հմտությունը կարծում եմ։ Ես հասկացա, որ նաև քո ստորիներից քո կողքը արդեն հատուկ են, որ ունիֆորմով պտտվում է որդիդ։ Արդեն դու մանր սկսում ես դաստիարակել։ Այո։ Ուզում ես անպայման դառնալ մարզիկ։
Այո, չեմ թաքցնի, այսպես իհարկե։ Ամենակարևորը, որ papai տղենա զգացվում է դա, էլի, որ երևի որ papai կողմն է։ Աստվածո չծերոնում, եթերում լինեմ, Նարեկ ջան, մի օր էլ ինձ մոտ տաղավարում գաս, ասես Զին ջան, փոքր է, բայց արդեն չեմպիոն է։ Ես վստահ եմ դուք դաստիարակես կոսաների պես նույն հարթակի վրա։ Look me in the eyes, tell me what you see. Perfect paradise, tearing at the seams. I wish I could escape. Իսկ ես շնորհակալ եմ տղաներին լավ գործի համար ապրեք։ Շնորհակալ եմ, որ միշտ Գեոկուշին ազգային ֆեդերացիայում բարձր եք պահում։ Մարզչի ճակատը բաց եք պահում, դա կարևոր է։ Եվ Նարաջան, որպես ընկեր, գիտես, կնեղվեմ, որ առաջին ու ուրիշտեղ գնաս, իմ կարծիքով դուք ամբողջ ֆեդերացիայով գիտեք, որ ես էգոիստ եմ։ Սիրում եմ առաջինը ինձ մոտ լինի, իսկ դա դու միշտ պահպանում ես, բան չունեմ ասելու, ընկերս առաջինս միշտ ինձ մոտ է։ Ես շնորհակալ եմ մեծ ուշադրություն դարձնելու համար, հետաքրքրվելու համար, Զինջանի եթերից դուրսել, այսպես կամերաներից այն կողմել մենք ընկերներ ենք, ինչպես դու նշեցիր սկզբում, դու միշտ հետաքրքրվել ես մեր հաջողություններով, միշտ ուրախացել ես սրտանց։ Մենք դա գիտենք, մենք դա տեսնում ենք, գնահատում ենք։ Քեզ ուղղակի խնդրում եմ, որ մնաս այնպեսին, ինչպեսին որ կաս։ Եվ վերջում մի շատ կարևոր բան ունեմ ասելու, եթե իհարկե ինձ կարելի է։ Ինձ թվում է ինձ կարելի է։ Այսօր ինձ համար մի շատ թանկ ու կարևոր մարդու ծննդյան օր է։ Մարդ, ումից որ սովորել եմ եւ դեռ շարունակելու եմ սովորել շատ բան այս կյանքում, հարցը միայն սպորտը չէ։ Ընդհանրապես իմ սպորտային դաստիարակության հեղինակի մասին եմ ուզում խոսել, իմ մարզչի Սպարտակ Գասպարյանի մասին, այսօր իր ծննդյան տարեդարձն է։ Սենսե ջան, գրկում եմ, շնորհավորում եմ քեզ ու շնորհակալ եմ, որ միասին անցնում ենք այս փառահեղ ճանապարհը, որը որ սկսել ենք դեռ տարիներ առաջ ու հուսով եմ, որ դա դեռ շատ երկար է գնալու, այնքան ինչքան որ մեր չգիտեմ, հոգում ու մարմնում ուժ կա։ Դե մենք էլ ենք միանում Սպարտակ Գասպարյանին ծննդյան տոնի կապակցությամբ։ Շնորհավորում ենք, ամենակարևոր առողջ եք լինում, sense լավ մարդկանց շրջապատում եւ ընտանիքի կողքին, եւ շնորհակալ եմ ձեզ ինձ հյուրընկալելու համար, եւ բնականաբար պահանջում եմ նորությունները առաջինը լինեն ինձ մոտ։ Մենք ենք շնորհակալ մեզ հրավիրելու համար։ Շնորհակալ եմ։ Եվ իհարկե ասենց հաղթանակած լավ էմոցիաներ, հա, ամբողջ իրանց այդ էներգիան գողացել եմ, եթե անկեղծ, եւ վստահ եմ, որ հեռուստաէկրանից այն կողմ էլ կարողացանք փոխանցել ջերմությունը եւ իհարկե ինֆորմացիան, որը բացառիկ էր այս րոպեների ընթացքում։ Միջև հիմա ձեզ հետ Գեոկուշին ֆեդերացիայի լավագույններն էին եւ իհարկե ձեր Զինա Յակոբովնան ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում բարին ձեզ։ Maradan hedi vazara salori hala haydon donne yar zerdan hedi vazara salori hala haydon donne yar salorana manne kanskini hala haydon donne yar ovoru tishul hala bori hala haydon donne yar donne yaro hala haydon donne yar donne yaro hala haydon donne yar donne so hard and knock me down, bet on myself and double down. Go back to sleep, don't touch that crown. From the mountains down to our lakes, we put the highlands into the waves. My roots run deep, I ain't easy to break. My baby, don't keep it right with me.
salori